Ադրբեջանական նախապայմանները շարունակվում են։ Մինսկի խմբի լուծարումը կլինի հերթական նախապայմանի բավարարումը Հայաստանի կողմից։ Սակայն հարկ է հիշել և հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ստեղծվել էր Արցախյան հակամարտության կարգավորման հարթակ լինելու համար, այլ ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու կամ առավել ևս այս կամ այն ղեկավարի քմահաճույքը բավարարելու համար։ Եվ չնայած երկու կողմից հնչող ԵԱՀԿ Մինսկի խմբի մահվան մասին այսպես կոչված հայտարարություններին դիտարկենք հնարավոր սցենարներ։ Բացենք փակագծերը։ Իրադարձությունների զարգացման 3 հնարավոր սցենարները։ Առաջին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը չի վերակենդանանում։ Կողմերը որևէ այլ միջնորդությամբ հասնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, առանձնացված ձևաչափով քննարկվում են Արցախին առնչվող հարցերը։ Արդյունքում Հայաստանի ու Արցախի համար բարենպաստ կամ անբարենպաստ եղանակով լուծվում է հակամարտությանն առնչվող հարցերի ողջ շրջանակը։ Երկրորդ, հիմնվելով նրա վրա, որ Մինսկի խմբի համանախագահության մանդատը պաշտոնապես չի չեղարկվել, որոշ ժամանակ անց համանախագահող երեք երկրները համագործակցության եզրեր են գտնում, բայց ոչ թե խնդիր են հետապնդում վերակենդանացնել հիմնարար սկզբունքների ու տարրերի վրա հիմնված գործընթացը նպատակ հետապնդելով հասնել արդար կարգավորման, այլ ելնում են այդ պահին առկա իրողություններից ու սպասարկում ձևավորված օրակարգը։ Երրորդ, Հայաստան-Ադրբեջան երկխոսությունն այլ հարթակներում չի ապահովում բոլոր հարցերի լուծումն ու Արևմուտք-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններում առաջին իսկ ձնհալի պարագայում համանախագահ երկրները վերադառնում են այս ձևաչափով համագործակցությանն ու ստանձնում բաց մնացած հարցերի լուծման ու համապարփակ կարգավորման հասնելու միջնորդությունը ԵԱՀԿ-ի կողմից այս հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքների հիման վրա։ Այս սցենարներից յուրաքանչյուրը կարող է ավել կամ պակաս իրատեսական թվալ, սակայն դրանցից ոչ մեկի հավանականությունը զրոյական չէ։ Իրական քաղաքականությունը բավական փոփոխական է, ուստի ցանկացած պահի Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն դրանցից յուրաքանչյուրին, զինված այն գործիքակազմով, որ կապահովի սեփական շահերի պաշտպանության ավելի մեծ դաշտ։ Թեմային առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Հայացք մատենաշարի ԵԱՀԿ Ղարաբաղյան դոսիե գրքում։